Խոսում են ազդեցության գործակալների մասին, լսեք, ձեր կուսակցությունը վերջին, ինչքան ասեմ, 70 տարում եղել է այդ երկրի ազդեցության գործակալը ամբողջ աշխարհում։ Լավ, մենք սրա մասին պետք է խոսանք։ Այսօր եկեղեցու լացն են լացում։ Այդ 60-ականներին, այդ Աբովյան փողոցի վրա գտնվող այդ շենքը ինչով էր զբաղվում։ Այդ ոնց էր, որ Խորհրդային Միությունը տենց աթեիստական պետությունը, որ մեր ազգային ինքնությանը իբր դեմ էր, այդ AUKS-ի շենք, այդ ոնց էր, որ հայրենակիցների հետ կապերի միություն կար։ Այդ ինչով էր զբաղվում այդ հայրենակիցների հետ կապերի միությունը։ Այդ ոնց էր, որ տենց հատուկ կառուցվածքային աջակցություն ուներ հայաստանյաց առաքելական եկեղեցու նկատմամբ։ Այդ հիմա, այսինքն պետք է թղթերը բացվեին, որ մենք սա հասկանայինք։ Այդ կուսակցությունը միջև մել այդ երկրի ազդեցության գործակալական ցանցն է։ Եվ այո, մենք պետք է որոշում կայացնենք, ընդ որում էական չի, որ երկրի։